Եթերում Impulse podcast-ն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Լոռու նախկին մարզպետ, վարչապետի ներկայիս խորհրդական, պարոն Արամ Խաչատրյանին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, որ ընդունել եք հրավերս եւ այստեղ եք։ Պարոն Խաչատրյան, պայմանավորվենք, որ ես ձեզ ուղղակի շատ սուր հարցեր եմ տալու եւ պիտի որ պատասխանեք երկար եմ սպասել այս մեր հանդիպմանը։ Ստացվում է այնպես, որ ինչ եկել է պարոն Մկրտչյանը Լոռու մարզպետ, ինձ մոտ եւ շատերիս մոտ տպավորություն է, որ իրենից առաջ Լոռու մարզպետարանը չի գործել, մեղմ ասած լավ չի աշխատել կամ չի աշխատել։ Ձեզ մոտ էլ է տպավորությունը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ հրավերի համար, ես արդեն չեմ հիշում, որ երրորդ անգամ եմ այստեղ, բայց ուզում եմ նշեմ, որ շատ հետաքրքիր է անցնում եւ որպես հեռուստադիտող եւ որպես մասնակից բանավեճերի եւ հարցազրույցի, կարծում եմ մեր համաքաղաքացիներն են այդ կարծիքին, ինչ վերաբերում է ձեր հարցին, հարցի ունի ենթատեքստ, որպես կանոն ես իմ մասին շատ չեմ կարող խոսել, բայց նաև ուզում եմ նշել, որ ինձնից առաջ եւ ինձից հետո բազմաթիվ ծրագրեր են իրականացվել եւ Անդրեյ Ղուկասյանի եւ Արամ Ղազարյանի ժամանակաշրջանում, օրինակ նշեմ, որ քաղաքային զբոսայգին Սայաթ-Նովայի անվան մեկնարկել է Անդրեյ Ղուկասյանի ժամանակ եւ ավարտվել է իմ ժամանակաշրջանում, որ ես ղեկավարել եմ մարզը, պարոն Ղազարյանի ժամանակ էլ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, որ հիմա են ավարտվում։ Ես ստանձնել եմ այս պաշտոնը շատ բարդ ժամանակաշրջանում, բոլորդ դա կհիշեք, հետ պատերազմյան շրջանում, դրանից հետո ցույցեր սահմանային լարում մեր արցախցիների քույր եղբայրների բռնի տեղահանում, սեպտեմբերյան պատերազմ եւ այսպես շարունակ, բայց մենք բոլորովս մեր քաղաքական թիմի հետ միասին վարչապետի գլխավորությամբ եւ մեր ժողովրդի հետ այդ դժվարությունները եւ փորձությունները պատվով հաղթահարեցինք, ինչ վերաբերվում է Արամ Մկրտչյանին, արդեն իսկ շուրջ 3 ամիս է, որ ինքը պաշտոնավարում է եւ կարծում եմ մեկնարկը շատ լավ է գրել եւ Արամ Մկրտչյանը ոչ թե իր խոսքի մեջ ասում է դա ես եմ արել, դա պարզապես ինքը ներկայացնում է կառավարության ծրագրերը, այսինքն ես անուններ նշեցի մարզպետների, ով էլ լիներ այդ վերջին շրջանում մարզպետներ, այս ծրագրերը իրականացվելու են, որովհետև ոչ միայն Լոռու մարզում, այլ նաև հանրապետությունում մեկ բազմաթիվ ծրագրեր, ճանապարհաշինություն, այգիներ, լուսավորություն եւ այսպես շարունակ։ Պարոն Խաչատրյան, օրինակ պարոն Մկրտչյանը իր կարճ հոլովակներում, ռիլերում ասում է, օրինակ, չգիտեմ, քանի տարի այսինչ հարցը չի լուծվել, կամ մի քանի ամիս համայնքային մանկապարտեզում չգիտեմ ինչ խնդիր չի լուծվել, 3 օրում ինքը ժամանակ է տվել, այդ խնդիրը լուծվել է։ Ու այդ իր նշած այդ նախկին ժամանակահատվածները համընկնում են ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ նաև։ Ոչ միայն, նաև։ Տեսեք, ես արդեն ասացի, որ ծրագրեր կան, որ իմ ժամանակաշրջանում մեկնարկվել են եւ ավարտվել են պարոն Ղազարյանի ժամանակ մեկնարկվել են, հիմա ավարտին են մոտենում պարոն Մկրտչյանի օրոք եւ դա նորմալ բնականon գործընթաց է, ինչը այստեղ տարօրինակ բան չեմ տեսնում, սա նորից եմ կրկնում, սա կառավարության ռազմավարությունն է, սա կառավարության քաղաքականությունն է, որը ամբողջ Հայաստանով իրականացվում է։ Կառավարության ռազմավարությունն է, կառավարության քաղաքականությունն է, բնակարանները պահել, բանալիները տարիներով եւ չտալ կարիքավորներին։ Հիմա տեսեք, պարոն Մկրտչյանն եկավ ու բնակարանները հանձնեց։ Ոչ, դա այդպես չի, դուք նկատի ունեք հավանաբար լուսաբանման հետ կապված, այո, մեր ժամանակ մեր ռոքել է լուսաբանվել այդ ամենը,
միգուցե մի քիչ եւ այլն, բայց լուսաբանվել է եւ ինչ վերաբերում է այդ բնակարանների տրմանը, այս բան թիվ կարող է չի հիշեմ, մոտ մի քանի տասնյակ ԲԳՎ-ներ, այսինքն բնակարանների գնման վկայականներ են մենք հանձնել, ինչը փաստ է։ Եվ համոզված եմ, որ առաջիկայում էլ պարոն Մկրտչյանին ճանաչելով վստահ եմ, որ նոր ծրագրեր կհաստատվեն եւ արդեն կյանքի կկոչվեն եւ դրանք ըստ ժամանակացույցի միգուցե 1 տարի կամ 2 տարի տևողություն ունեցող ծրագրեր լինեն։ Լավ, պարոն Խաչատրյան, ձեր պաշտոնավարումը կարճ չտևեց, ինչքան էր, մոտ 3 տարի։ Մոտ 3 տարի, այո։ Որն էր այն սխալը, որ գործել եք կամ սխալները, որոնք էլ չեք գործի, էլ չեք անի։ Անշուշտ դուք ունեցել եք նաև սխալներ, գուցե կառավարման առումով կամ կադրային քաղաքականության կամ հենց դրա մասին եմ ուզում խոսել։ Իհարկե, սխալներ աշխատող մարդու մոտ միշտ էլ սխալներ լինում են։ Սխալներից մեկը կարող է նշեմ անուններ չեմ ուզում տալ, բայց նաև կարող են կադրային հարցեր լինել, ինչու՞ չէ նաև լուսաբանման, հա, ինչի մասին որ քիչ առաջ խոսեցի, լուսաբանման հետ կարող են լինել եւ այսպես շարունակ կյանքը մենք միշտ սովորում ենք եւ միշտ սխալներ պիտի թույլ տանք եւ ինչպես արդեն ասացի, աշխատող մարդը միշտ է սխալներ, չաշխատողը սխալներ չունի, աշխատողը միշտ է սխալներ ունի։ Դուք մասնակցեցիք 21 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, միաժամանակ նաև մարզպետ եք։ Քաղաքացիական պայմանագիրը հաջողություն չգրանցեց։ Այսինքն բավարար չափով ձայներ հավաքեց, բայց չհաղթահարեց շեմը, որպեսզի ինքնուրույն ստանձնի քաղաքի կառավարումը։ Վարչապետի նշանակման որոշմամբ պաշտոնակատար է այսօր Վանաձորում արդեն 4 տարին կլրանա եւ չգիտենք դեռ որքան, գուցե մինչեւ հաջորդ ընտրություններ, կարծես թե չեմ տեսնում, որ քաղաքացիական պայմանագիրը իշխանությունները իրենց օրակարգում ունեն Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Այդուհանդերձ չեք կարծում, որ սխալ որոշում էր եւ արժեր հենց այդ ժամանակ ինչ որ կամ նոր ընտրություններ կազմակերպել, եթե ինչ որ բան այն չէր, կամ հենց ինքներդ ստանձնեիք պաշտոնակատարի պաշտոնը։ Շնորհակալություն, տեսեք։ Գուցե ավականու նիստ հրավիրվեր ձեր շուրջը, այո։ Տեսեք, Վանաձորը ոչ ստանդարտ իրավիճակ է, նույնիսկ մենք Հայաստանում նախադեպը չունեցող եւ ինչպես որ դուք նշեցիք, որևիցե մեկը հաջողության չհասավ, որևիցե քաղաքական ուժ 50+1 չհավաքեց, նույնիսկ 40% չհավաքեց եւ քաղաքական ուժերից մեկը Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմեց դատարան վիճարկելու իրենց ձայները, ինչը օրենսդրորեն սահմանադրել դա իրենց իրավունքն է, եթե չեմ սխալվում 9 ձայներ 9 ձայներ պակասում եւ իրենք հաշտ չէին այդ մտքի հետ, որ իրենք շեմը չեն հաղթահարել եւ փորձում են վիճարկել ընտրությունների արդյունքները եւ դա տևեց մոտ 1, 2, 3 տարի, դրանից հետո այստեղ արդեն դուք որ նշում եք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչու չի ավականու նիստ անում, ինչու չի քաղաքապետ ընտրում եւ այլն, այստեղ քաղաքական խնդիր չէ, այստեղ իրավական խնդիր է, այսինքն մինչեւ հիմա իրավական գործընթաց է տեղի ունենում եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի միջամտում այդ գործընթացին։ Տպավորությունը շատերի մոտ կարող լինել, որ մենք միջամտում ենք ուղղորդում ենք, նման բան չկա։ Եվ ինչ վերաբերում է, ասենք, տեսեք, հիմա ասում են Վանաձոր, բայց շատ համայնքներ կան, որ
քաղաքացիական պայմանագիր համայնքապետեր կան, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ չեն եւ այդ համայնքներում քաղաքացիական պայմանագիրը ընդդիմություն է։ Պարոն Խաչատրյան, Այսինքն օրերս ԴՀԿ-ն այսինքն միայն մատնանշել, մի անգամ մատնանշել եւ ասել, որ ինչ որ հատուկ վերաբերմունք կա, ոչ։ Իրավիճակը այսպիսին է եւ որպեսի քաղաքը դրանից չտուժի, քաղաքը արդեն տուժել է։ Ես թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվեմ, քաղաքը չտուժի, այսինքն մենք տեսնում ենք այս վերջին 4 տարիների ընկած ժամանակահատվածում բազմաթիվ ծրագրեր են, նույնիսկ անձնեն աչքով դա երևում է, որ ճանապարհաշինություն, այո, ճանապարհաշինություն, առանձին ծրագրեր, տեղական ինքնակառավարման մարմինները ընտրություններին մասնակցում են ծրագրերով, համայնքային բյուջեով նախատեսում են որոշակի այո, համայնքային բյուջեն այն ծավալներով, որ մենք աշխատանքները տեսնում ենք, դա հնարավորություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է համայնքային բյուջեով ծրագրեր իրականացնելը, այո, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, բակային հիմնանորոգներ, չգիտեմ, մակապարտեզների, ասենք, կոսմետիկ վերանորոգում, լուսավորություն եւ այսպես շարունակ, բայց այն մեծածավալ ծրագրերը, օրինակի համար, պայմանական Դեմերճյան փողոց, չգիտեմ, Խորենացի փողոց, Մոսկովյան փողոց, այս բային հիմնանորոգվում է Համբարձումյան փողոցը, դա համայնք կառավարություն համատեղ ֆինանսավորմամբ խոսքը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերին եւ հիմա քաղաքացիներին հետաքրքրում է միայն այն, որ ասենք քաղաքի տեսքը բարելավի, ասենք բարեկեցության մակարդակը բարձրանա, իսկ քաղաքական ինչ process-ներ են տեղի ունենում, կարծում եմ այդքան էլ մարդկանց դա շատ չի հետաքրքրում, հետաքրքրում է, որ իրավական է, հա? Այո։ Իսկ ես ասում եմ ոչ միայն իրավական։ Պարոն Խաչատրյան, ԴՀԿ-ն 2 օրվա մեջ օրերս 2 իրարամերժ որոշումներ կայացրեց։ Տեղյակ եմ, այո, տեղյակ եմ, դա հրապարակվել է եւ եթե չեմ սխալվում, ես չեմ կարող ԴՀԿ-ի որոշումը մեկնաբանել, բայց ես ինչքան որ տեղյակ եմ, կուսակցություններից մեկը, Վանաձորի խմբակցություններից մեկը վերադասության կարգով բողոքարկել է, այս պահին պատասխանը մենք չենք դա, այս պահին պատասխանը չգիտեմ, ինչ կպատասխանեն, իրենց ժամանակը ցույց կտա, բայց իսկ դուք նշեցիք ինչու քաղաքացիական պայմանագրի հարց համապատասխան մնաց, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունից ժամանակավոր պաշտոնակատար չնշանակվեց, այն հենց դա քաղաքական որոշում էր, հարգելով մեր քաղաքացիների ընտրությունը, որ մենք առաջի տեղը չենք ընկել։ Իսկ նրան նշանակեց նա որտեղ։ Եվ որոշեցինք, հա, այսպես երրորդ տեխնացուին նշանակել, այս այո, քաղաքական որոշում է եղել, որպեսզի ասենք տպավորություն չլինի, որ մեր կուսակցության ներկայացուցիչին ենք մենք նշանակում ժամանակավոր պաշտոնակատար, կարծում եմ, իսկ իհարկե խնդիրներ կան, բազմապիսի խնդիրներ կար, ինչը նորմալ եմ գնահատում, բայց մյուս կողմից էլ շատ խնդիրներ այս վերջի 4 տարվա ընթացքում լուծվել են, ինչը որ ամենաշատը քաղաքացիներին հենց դա է հետաքրքրում եւ դա նորից եմ կրկնում, անձն աչքով այդ ամեն ինչը երևում է, իսկ քաղաքապետարանի մեր գործընկերները ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ այդ ամենը վերահսկում են։ Մամիկոն Ասլանյան դաշինքը կարող էր 1 օրվա մեջ արաքնիստ հրավիրել, որ դեռ ԴՀԿ-ն երկրորդ որոշումը չէր հրապարակել, հիշում եք, օրերս, եւ քաղաքապետ ընտրել չարեցին։ Եվ եթե չեմ սխալվում, արդեն վճիռ կա, բայց ոչ օրինական ուժի մեջ մտած բողոքարկված չէ Մամիկոն Ասլանյանի գործով։ Ինչ կասեք այս մասին։ Դա նույնպես իրավական process է եւ արդեն դատան առաջացյանը դատանի վճիռը հրապարակել եւ մանրամասնություններին չեմ տիրապետում
մեղադրել է ինչ-որ հանցանքների մեջ, բայց մանրամասը չեմ տիրապետում, այսինքն չարաշահումներ են եղել, ինչ-որ ինչի համար որ բազմիցս հրապարակվել է նիստերի դալիճում մեղադրողի կողմից հայտարարվել է եւ չգիտեմ դրանից հետո պարոն Ասլանյանը բողոքարկել է, չի բողոքարկել, ես տեղյակ չեմ։ Պարոն Խաչատրյան, հնարավոր Բայց մենք շատ լավ գիտենք, որ մեր քաղաքում բազմաթիվ չարաշահումներ են, դա նույնպես մենք դա տեսել ենք։ Թե դա ում կողմից է արվել, դա արդեն դատանը պիտի պարզի, իհարկե մենք կարող ենք քաղաքական հայտարարություններ արել, բայց շատ դեպքերում մեզ ասում են, բա այսքան ասում եք, ինչի ինչ-որ մի հատ վճիռ չկա, կա, վճիռ կա հիմա այս պահին։ Հիմա թե կբողոքարկվի եւ վճռաբեկ վերաքննիչ անուհետև վստահ եմ վճռաբեկ, ինչ որոշում կկայացվի, բայց այս պահին մենք կոնկրետ վճիռ ունենք Վանաձորի մասով։ Հեղափոխությունից հետո Մամիկոն Ասլանյանը եւ այն խոսակցությունները, որ ինչպես արդեն նշեցի, բայ ասում եք, հիմա կա։ Փաստ է որ կա։ Եվ շատ այսպես վարչապետներն հետ անդրադարձել, չէ, ասենք այն հատիկ խորագրով բազմաթիվ տարածքներ, գույքեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը։ Դա բավարար է, իհարկե ոչ։ Այդ գործընթացը պետք է շարունակական լինի։ Նույնը Սամվել Դարփինյանի գույքերը հիմա ինչ որ դրվագներով մեղադրում է Սամվել Դարփինյանը, հիմա կտեսնենք, դա էլ հեշտ process չի, հա, որ այսպես վարչության ժամկետը չի գործում այս դեպքում։ Գործում է, բայց այստեղ ամենակարևորը, որ գործընթացը չի կանգնել, շարունակվում է եւ օրերից մի օր մենք ականատեսը կլինենք այն ամենի, ինչը որ տեղի կունենա, խոսքը մասնավորապես վերաբերում է այդ գույքերին, ձեր նշած, որ պիտի վերադարձվեն համայնքին։ Ես դրանում համոզված եմ։ Ուրեմն Եվրամիության ծրագրը հսկայական ծրագիր էր, որ պիտի իրականացվեր եւ իրականացվում է Վանաձորում եւ Գյումրիում։ Մամիկոն Ասլանյանի կինը, Արթուր Օհանյանի կինը, ներկայիս պաշտոնակատար Արկադի Փելեշյանի աներորդու կինը, Բենյամին Նազարյանի կոմունալի պետի կինը, Հայկ Հովսեփյանի դուստրը, չգիտեմ, էլի կան, չեմ հիշում, այս մարդիկ տարիներ շարունակ այս ծրագրից բարձր աշխատավարձ են ստացել, 1 միլիոն ու ավել դրամներ եւ այսօր Եվրամիությունը մեր բազմաթիվ մեր եւ ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպության կողմից, Գևորգ Քոթանջյանի կողմից, մեր եթերներում ձեզ էլ նախկինում շատ այս հարցով դիմել եմ, խնդիրը բարձրաձայնել ենք, վերջապես ԵՄ-ն զբաղվում է այս գործով եւ եթե չեմ սխալվում, գումարների հետ վերադարձի խնդիր է դրված։ Ինչ եք կարծում, ոնց պիտի լուծվի այս հարցը։ Ես մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ համապատասխան մարմինները, հակակոռուպցիոն մարմինը դրանով զբաղվում է եւ սա նույնպես իրավական խնդիր է եւ Ձեր պաշտոնավարման ժամանակ դուք տեղյակ էիք այս չարաշահումների մասին, շահերի բախման մասին։ Իհարկե տարբեր խոսակցություններ եղել են, ես ուսումնասիրել եմ, բայց սա նորից եմ ասում, սա ոչ թե քաղաքական խնդիր է, սա իրավական խնդիր է եւ մենք իրավական պետություն ենք եւ իրավական ճանապարհով պիտի լուծվեն։ Ես չեմ բացառում, որ խնդիրներ եղել են, բայց մինչև դատարանի վճիռ չլինի կամ կոնկրետ ինչ-որ հա մեկը մեղադրվի, մենք գնահատական չենք կարող տալ։ Իհարկե խոսակցությունների մակարդակով այո, բազմաթիվ չարաշահումներ են եղել։
Իմ բոլոր հարցազրույցներում, մանավանդ եթե դուք եք մասնակցել կամ լոռու որևէ մարզպետ, դե մեքանիստ ենք ունեցել, ես միշտ բարձրաձայնել եմ, որ հեղափոխությունից հետո ձեր իշխանության օրոք գեղագիտական կենտրոնի եւ տեխնիկային թատրոնի միջակայքում շենք վերխոյացավ։ Այն ժամանակ դուք ասացիք, որ կվերանայվի հողը կարծեմ սեփական չի, չգիտեմ ինչ որ sense վերջերս էլ պարոն Մկրտչյանի հետ զրուցեցինք, ինքը ինձ ասում է, իսկ դա մեր իշխանությունն է կառուցել, պարտադիր էր ձեր իշխանությունից մարտլիներ հիմնադիրների մեջ սեփականատերերի, որ նոր բարձրաձայնեինք, չէ որ դա հենց ձեր օրոք է։ Նախ ես իհարկե որպես վանաձորցի ես նույնիսկ իմ մտքով չէր անցնի, որ նույնիսկ իմ մոտիկին ընկերոջ բարեկամին, եթե այդ հնարավորությունը ես ունենայի եւ այդտեղ թույլատվություն տայի, որպեսզի շինարարություն իրականացնեն։ Պարոն Ղուկասյանի օրոք է, կարծեմ Չէ, այստեղ թույլ տվողը պարոն Ղուկասյանը չի եղել։ Պարոն Ղուկասյանը ճիշտ է, այդ ժամանակ մարզպետն եղել, բայց թույլ տվողը պարոն մարզպետը չի, դա համայնքապետն է եղել։ Սա մեկ, երկրորդը իմ կառավարման իբրև լոռու մարզպետ աշխատած ժամանակ այդ գործը քրեական գործ է հարուցվել եւ ինչ որ փուլում նույնիսկ կասեցվել են աշխատանքները։ Որից հետո նորից ես հիշում եմ դուք մեր եթերում Այո, որից հետո կասեցվել է աշխատանքը, իսկ արդեն իմ դուրս գալուց հետո ճիշտ ասած տեղյակ չեմ։ Հիմա ինչ փուլում է, ինչքան որ տեղյակ եմ, շարունակվում է այդ գործընթացը։ Ստեղ էլ մենք խնդիր եմ տեսնում շատ վարչապետները դրա մասին խոսել կառավարության նիստի ժամանակ, որ այդ իրավական գործընթացները շատ են տանդաղում։ Շատ, այո, սա պիտի ընդունենք, բայց վարչապետի անմիջական, այսպես իրավասությունների իհարկե շրջանակում իր ուշադրության կենտրոնում են այս եւ նմանատիպ հարցերը։ Հիմա տեղափոխվենք մեկ այլ տեղ, պարոն Խաչատրյան, չեմ կարող ձեզ չհարցնել, այսպես շատ բան է դարձել, չէ, բոլորը խոսում են նոր ստեղծվող քաղաքական ուժի կամ արդեն ստեղծված մեր ձևովի մասին, կարծեմ հայրենակցական կապ կա, էլի, ձեր եւ այդ ուժի միջև, ինչ եք կարծում, շատ մեծ մրցակցություն կլինի, չէ, եւ կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը անհանգիստ է այս հարցում մեր ձևովի։ Ոչ, քաղաքացիական պայմանագիրը անհանգիստ չէ, բացառապես իհարկե մենք չենք ոչ մեկին ոչ թերագնահատում ենք, ոչ գերագնահատում ենք, ժամանակը ցույց կտա եւ մենք ժողովրդավար պետություն ենք, այսօր մեր քաղաքական թիմը, ուժը, կուսակցությունը իշխանություն է եւ բնականաբար նաեւ պիտի լինեն ընդդիմադիր քաղաքական ուժեր եւ այդ մտքի հետ մենք պիտի հաշտվենք, հա։ Մենք հաշտենք ժողովրդավարական երկրում մեկ բառի համար, այն էլ ոչ հայհոյանք է, ոչ սպառնալիք։ Մեր ձևով բառի համար։ Տեսեք, եկեք հասկանանք ինչ է նշանակում մեր, տեսեք, օրինակ առաջադեմ մարդկությունը զարգացած եւ զարգացող երկրներում կառավարման մոդել ընտրել է կուսակցությունները, այսինքն կուսակցությունները պիտի ղեկավարեն, դա կնի միանձնյա թե կոալիցիոն եւ այլն, բայց պարոն Կարապետյանի հայտարարության մեջ իմաստը, հիմա ասում են ինչ ասել է մեր ձևով, բայց եկեք հասկանալ, ես կարող եմ բառացի չկարողանամ մեջ բերեմ, բայց իմաստը աղը, հա, այսպես ասած, պարզ է, ասում է, եթե քաղաքական ուժերը չկարողանան միջամտեն, ուշադրի լսեք, ուրեմն մենք մեր ձևով կանենք, այսինքն ինքը դուրս է գալիս քաղաքական պրոցեսից, բայց ինքը քաղաքական պրոցեսում չի եղել։ Չէ, ինքը ասում է, որ քաղաքական ուժերը, եթե չկարողանան հարցը լուծել,
մենք մեր ձևով կանենք։ Հիմա ո՞րն է ձևը։ Ռազմական հեղաշրջում, տերոր եւ այսպես շարունակ։ Այսինքն հիմա իրավապահ մարմինները ուսումնասիրում են, թե դա ինչ է նշանակում։ Բայց պարոն Կարապետյանը ինքը բացահայտ ասեց, որ մենք քաղաքական ճանապարհով չենք լուծելու այդ հարցը։ Այ մեր ձևով ենք լուծելու։ Ճանապարհով չլուծելու այլ ընտրանքը ռազմականն է կամ ահաբեկչությունը, հա։ Իսկ ուրիշ էլ ինչ կա։ Ես երկու օրինակ, բայց եթե քաղաքականը չի, բա ի՞նչն է։ Եթե քաղաքական ճանապարհը չի, բա ի՞նչն է։ Ո՞րն է։ Լավ, եթե մեր ձևովը չլինի, այս մարդկանց մուտքը քաղաքականությունը, ինչպես եք վերաբերում, ինչ գնահատական կտակ։ Ընդունենք այդ բառը չեն ասել, այս Կարապետյանները եկել են Հայաստան։ Նորմալ, բոլոր քաղաքական ուժերն էլ, ասենք, իրավունք ունեն մտնել քաղաքական նախընտրական գործընթացի մեջ եւ ես նորմալ եմ համարում, բայց դա պիտի լինի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում, ոչ դրանից դուրս։ Եվ իրենց գործունեությունը, այսինքն ինչպես է գնահատում, օրինակ Սամվել Կարապետյանի գործունեությունը կամ իր մտերիմ հարազատների։ Ես այդքան ճիշտ ասած չեմ հետևել իրանց, մի քանի հայտարարություններ բան տենց լսել, բայց խորությամբ չեմ լսել, չեմ ուսումնասիրել։ Մենք մեր գործով ենք զբաղվում, մենք մեր աշխատանքով, մեր առջև դրած խնդիրներով եւ ուզում եմ նաեւ, եթե սխալված չեմ լինի ասել, որ իսկ ձեր հանդեպ ինչ են արել, նույն Կարապետյանները արդար են վարվել ձեր հեռուստաընկերության նկատմամբ։ Կարող եք չպատասխանել, այստեղ հարց տվողը դուք եք, պատասխանողը ես եմ, բայց ռետորական այսպիսի հարց եմ ուզում տալ։ Լավ, քանի որ հարցը ռետորական է, չպատասխանեմ, որովհետև այս մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ։ Պարոն Խաչատրյան, եւ եկեղեցու մասին, այսօր Հայաստանում ամենաեռացող թեման հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, ամենայն հայոց կաթողիկոսը եւ վարչապետը իր հակամարտությամբ կաթողիկոսի դեմ։ Ես չգիտեմ, դուք կաթողիկոս չեք կոչում նրան, բայց ես ասեմ ամենայն հայոց կաթողիկոսը։ Խոսքը Կտրիչ Ներսյանի մասին է։ Ավազանի անունով, այո։ Այո, Կտրիչ Ներսյանի անունն է եւ Կտրիչ Ներսյանը պետք է վեհարանը ազատի։ Չկա ուրիշ տարբերակ եւ կարծում եմ այս վերջի մի քանի օրվա ընթացքում դուք էլ բոլորն էլ դառնում արդեն համոզվել են։ Այստեղ ուղղակի ժամանակի խնդիր է։ Կտրիչ Ներսյանը դեռ 21 թվականին, եթե օրինակ չեմ ուզում կոպիտ բառով ասեմ, 21 թվականին պիտի հեռանար, որովհետև 21 թվականին, 20 կամ 21 թվականին հայտարարեց, պահանջեց վարչապետի հրաժարականը։ Եվ որից հետո տեղի ունեցան ընտրություններ եւ չլսեց իր հոտը, չլսեց իրեն, մերժեց, դրանից ընտրեց վարչապետի մեր քաղաքական թիմի վարչապետին, հիշում եք 21 թվականին, դրանից հետո Կտրիչ Ներսյանը պիտի հրաժարական տար, բարի լիներ եւ հրաժարական տար, եւ մինչեւ այս պահը Կտրիչ Ներսյանը այսքան խոսակցություններ, հրապարակումներ, մեղադրականներ, քննադատություններ չի պատասխանում մի շատ կարևոր հարցի։ Շատ կարևոր հարցի չի պատասխանում։ Կուսակրոնության ուխտը խախտել է, թե չի խախտել։ Խաչատրյան։ Ես համոզված եմ, իմ սուբյեկտիվ կարծիքը, ես համոզված եմ, որ խախտել է։ Վեհապարը սկզբում Իհարկե կարող ենք ձեր ասած իրական իհարկե կարող ենք բազմաթիվ, հա, այսպես օրինակներ, գիտեք ինչ, մենք ներողություն եմ խնդրում, մենք այս խնդիրների մասին 5-10 տասնյակ տարիներով իմացել ենք, չենք բարձրաձայնել։ Խոսքը մեր քաղաքական ուժի մասին չի, մեր ժողովրդի մասին է։ Հիմա այս ինչի մասին, որ հիմա
բարձրաձայնվում է, խոսվում է եւ այլն, այնպես չի որ նորություն ենք ասում։ Դա բոլորը գիտեն։ Հավանադրությամբ եկեղեցին անջատպետությունից ինչու է վարչապետը զբաղվում այս հարցով։ Այստեղ տեսեք, այս Եվ մեջ բերում է։ Մանիպուլյացիան հենց դրա մեջ է, որ եկեղեցու գործերի եւ այլն, եկեղեցու վրա են հարցակվել, չկա նման բան։ Եկեղեցու վրա ոչ մեկ չի հարցակվել։ Եկեղեցուն փրկելու գործընթաց է հիմա գնում։ Բայց մենք չենք ընտրել, չէ՞, տեղափառին։ Բայց մենք իր հոտն ենք եւ եթե ընդունենք դա այդպես է, խոսքը վերաբերում է կաթողիկոսին, այսպես ճակերտներով ասած, այո, ես որպես քաղաքացի ուզում եմ ունենամ այն կանոնադրության, որ իրենք գրել են, օրինակ ասենք, ինչպես ասենք, Վազգեն առաջի կաթողիկոսը։ Հիմա կարող ենք համեմատել։ Նույնիսկ համեմատության եզրից չկա։ Եվ սա մեր դեմքն է, մեր ամեն ինչն է։ Ո՞վ է ձեր նախընտրել կաթողիկոսի դեպքում։ Հիմա չեմ կարող նման։ Այսինքն ստացվում է, որ դուք պետք է որոշեք, ով է կաթողիկոս։ Չէ, ես հենց դա էի ասում, դա ես չպետք է որոշեմ։ Այսինքն մենք չպետք է որոշենք դա։ Վարչապետի մոտ հանդիպման գնացել էր նաև երևի հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ ամենակննադատված սրբազանը անունը ներսես, հա, Կճոյանը։ Հա։ Ճիշտն ասած շոկ էր ամբողջ հայ հասարակության համար, ոչ միայն Հայաստանի։ Ես անկեղծ ասած նման շոկ Ինչու։ չզգացի, չտեսա։ Դուք գտնում եք, որ ինքը բարեպաշտ սրբազան է։ Հիմա եկեք ես։ Չէ՞ որ դուք էլ եք քննադատում ժամանակին։ Անձամբ դուք չէ, ձեր կուսակցությունը։ Ես ճիշտն ասած չեմ հիշում, երբ են բոլորս քննադատել են։ Անձամբ ես քննադատել եմ։ Գիտեք, նրա Բենթլիի պատմությունը, ոչ մի խոսքով եկեղեցականին ոչ բայել շրջապատը, պահվածքը եւ այլն։ Եվ նաեւ այն հեռախոսազրույցը, որ ձայնագրվել էր հրապարակվեց, հիշում եք, բարերարի հետ։ Չեմ հիշում, ճիշտ ասած, ինչ է, տեսեք ինչ է, որ ես անձամբ չեմ լսել, ձեռնպա կմնամ եւ թույլ տվեք չմեկնաբանեմ։ Կճոյանը լավն է արդեն, հա։ Կճոյանին ես չեմ հիշում, որ քննադատել են կամ դուք քննադատել եք, ես չեմ քննադատել, անձամբ չեմ ճանաչում իակոսնությանը, ծանոթ չեմ, գիտեմ, որ եպիսկոպոս Արարատյան թեմի առաջնորդ, եթե չեմ սճե, ես ձեռնպահ կմնամ այն քննադատությունների մասին, որ դուք հիմա խոսում եք, կամ հայտարարությունների կամ հեռախոսազանգերին, անձամբ չեմ լսել եւ ինչը որ ես չեմ լսում, չեմ մեկնաբանում եւ ձեռնպահ կմնամ։ Եվ վերջում վերադառնանք Արամ Խաչատրյանին։ Ձեր ընդդիմադիր գործունեության շրջանից սկսած առ այսօր, երևի ամենաշատը ես եմ ձեզ լուսաբանել, չէ՞։ Հարցազրույցներ արել եւ այլն։ Հիմա հարցնում եմ, պարոն Խաչատրյան, քաղաքացիական պայմանագրի անդամները, այսպես ամեն օր մեկը հայտարարում է, որ ինքն առաջադրվել է ազգային ժողովի ընտրություններում ԿՊ ցուցակում ընտրություններին մասնակցելու համար, ես տեսնում եմ, որ ձեր անունը հալավոր չկա։ Ինչ կասեք, չեք ուզում դառնալ պատգամավոր կամ առաջադրվել ցուցակում։ Այսօր եթե չեմ սխալվում, ամսի 30-ն է, ճիշտ է։ Այո։ Այսօր դեռ ժամանակ ունենք առաջադրվեք։ Այսօր ժամանակ ունենք։ Սպասեմ ձեզ այս տաղավարում որպես ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։ Հա։ Կարծում եմ այո։ Նոր ասելիքով։ Հա, նոր խոսքով, նոր ծրագրերով։ Եվ նաև ես մի շատ կարևոր բանել էի ուզում նշեմ, իհարկե ես կարծում եմ որ դուք այդ հարցը կտաք, բայց առիթից օգտվելով, բացի այն մենք ինչ խոսքի հարցազրույցի սկզբում խոսեցինք, մեր քաղաքը եւ մարզը եւ ինչու՞ չէ նաեւ ամբողջ հանրապետություն, չէ, այն ծրագրերը որ մեծածավալ իրականացում են, այս տարի շատ կարևոր գործընթաց տեղ ունեցավ իրադարձություն ձեռք բերում
խոսքը վերաբերվում է օգոստոսի 8-ի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Սա շատ կարևոր էր մեզ համար, բայց այնպես չի, որ հենց այդ օրը ստորագրվեց եւ խաղաղություն տեղի ունեցավ։ Այդ գործընթացը նախորդող այսպես ժամանակաշրջան ունի եւ խաղաղության համաձայնագիրը նաեւ ինչպես վարչապետի խոսքը պետք է կրկնեմ, պետք է խնամվի։ Խաղաղությունը նաեւ պետք է խնամվի եւ սա կարծում եմ եւ շատերը ինձ հետ համաձայնեն, որ սա մեր ամենակարևոր ձեռքբերումն է։ Այո։ Խաղաղությունը շատ կարևոր է։ Բայց սա մի ամբողջ թեմա է, որի մասին կուզեի հարցազրույց լրիվ առանձին եւ հուսամ շուտով ազգային ժողովի նախընտրական շեմում այդպես իհարկե մենք դեռ առիթներ կունենանք հարցազրույցներ եւ գնալով ավելի շատ։ Հիմա ձեզ որպես խորհրդական լավ եք զգում։ Այո, շատ լավ։ Բայց եթե այսպես նայենք խորհրդական ազգային ժողովի պատգամավոր Լոռու մարզպետ գործադիր օրենսդիր եւ վարչական կառավարություն որն է ձեզ ավելի սրտամոտ, որտեղ կուզեիք ընտրություններից հետո ձեզ որտեղ եք տեսնում։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ, դա կդիտվի որպես ակնարկ, այսպես համար որտեղ որ վարչապետը կամ եւ մեր քաղաքական թիմը կորոշի, ես կլինեմ այնտեղ։ Վարչապետի նվիրյալ, հավատարիմ Արամ Խաչատրյան։ Շնորհակալություն, որ մասնակցեցիք մեր ոդքասթին։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում եւ սպասում եմ մեր հաջորդ եթերին, հավանաբար արդեն ընտրությունների ժամանակ, հա։ Այո, ես էլ եմ շնորհակալ ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, եթերում Impulse podcast-եր տաղավարում Լոռու նախկին մարզպետ, նախկին ազգային ժողովի պատգամավոր եւ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանն էր։ Կհանդիպենք։